Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ բնակչությանը հուզող հարցերի շարքում։ Քամոտ այս եղանակներին յուրաքանչյուր երևանցի նկատում է ժամանակ առ ժամանակ վեր բարձրացող փոշու ահռելի ամպերը։ Արդյոք իրավիճակը վերահսկելի է, մանրամասնում է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, դե ինչ թույն ենք շնչում։ Իրեպ սա ոչ թե ինչ-որ միջանձնային հարաբերությունների որակավորում է, այլ բառից բուն իմաստով թույն ենք շնչում։ Շարունակվող քամիները, հատկապես շինհրապարակների մոտից ահավոր տեսարանների են հանգեցնում, վստահ եմ շատերը նաև դուք եք տեսել, իսկ եթե հաշվենք Երևանում կառուցապատման տեմպերը, ապա պատկերը ավելի աղագնացող է դառնում։ Խնդրեմ, պաշտոնական տվյալներ են հրապարակել, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ ուժեղ քամու հետևանքով մայիսի 11-ին Երևանի կենտրոնում արձանագրվել է մթնոլորտային օդում բաղադրությամբ չտարբերվող փոշու կոնցենտրացիայի զգալի աճ, մոտավորապես 3,9 անգամ, պատկերացնում եք 4 անգամ այն գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։ Նախորդ օրվա տվյալներով այն բարձր է եղել ավելի վատ ձևով, 6 անգամ։ 6 անգամ։ Դուք պատկերացնում եք, մենք ինչ թվերի մասին ենք խոսում։ Իդեպ, եթե կան մարդիկ, ովքեր կասեն, դե քամի է, տարվա այս եղանակին այսպիսի բաներ լինում են, կանցնի կգնա, պետք չէ աղմուկ բարձրացնել, ես հիշեցնեմ, որ մոտ 2-3 ամիս առաջ, քամիներ երբ որ չկային դեռ, խնդրի վիճակը առանձնապես փոփոխված չէր, նույն փոշին էր եւ անգամ քաղաքապետարանից բարձրաստիճան պաշտոնյաները մեկնաբանում էին այն։ Քաղաքապետարանից ասում էին, դեռ կանաչ տարածքները չեն արթնացել ձմռան քնից, այ գարուն կգա, ծառ ու ծաղիկ կբացվի, փոշին էլ կնվազի։ Դե, ինչպես տեսնում եք, փոշին դեռ չի նվազում, մեզ մասնագիտական գնահատականներ տալ չեմ կարող, բայց շին հրապարակների կարգի հրավիրման համար եղանակային պայմանները չպետք է որ խանգարեն, կապ չունի ձմեռը թե ամառ։ Քանի անգամ են հստակ նիստերի ժամանակ ասել, որ նորակառույցները ինչ-որ ծածկերով պիտի փակվեն, շինարարական այդ փոշին պիտի պահպանվի ներսում, չտարածվի եւ այսպես շարունակ։ Քանի ծածկած շինհրապարակ եք դուք տեսել, հարգելի իմ երևանցիներ։ Ամեն քայլին շինարարություն է, շենքեր են կառուցում, նկարեք ուղարկեք տեսնենք, այդ որտեղ են ամբողջությամբ այդպես ծածկված շին հրապարակներ։ Եվ արդյունքում Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները հիմնականում գերազանցում են սահմանված չափորոշիչները եւ դա կարծես դարձել է ավանդույթ։ Դե մենք էլ ավանդապաշտ ժողովուրդ ենք, սիրում ենք ավանդույթները։ Հիշում եք, օդի աղտոտվածությունը չափող սարքեր բերեցին, տեղադրեցին, առնվազն 151 սարք տեղադրվեց տարբեր վարչական շրջաններում եւ բարձրահարկ բնակելի շինհրապարակներում էին տեղադրում, չափում էին օդի աղտոտվածությունը, դրանք ցույց էին տալիս օդում արկա փոշու մանր հատիկները, եթե խոշոր հատիկները մարդը հիմնականում կարողանում է հազի եւ փռշտոցի միջոցով դուրս բերել, ապա ըստ առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների մանրահատիկ փոշին ամենավտանգավորն է, որովհետև այն կարող է շնչուղիներով հասնել մինչև արյուն եւ թոքեր եւ հասկանում եք հետևանքները ինչպիսին կարող են լինել։ Իդեպ մի շարք առողջապահական հավելվածներ, որոնք կան մեր հեռախոսներում, այդ հավելվածները խորհուրդ են տալիս Երևանի գոնե կենտրոնում ոչ թե դիմակ, որոշ շրջաններում հակագազ են ասում պետք է դնեք։ Դուք պատկերացնում եք, ես ասում եմ սա ամենայն լրջությամբ, հակագազով պետք է մարդիկ շրջեն Երևանի որոշ թաղամասերում ըստ այդ հավելվածների։ Ընդհանրապես ես պատկան մարմինների ուշադրությունը այս հարցի շուրջ գրավելու համար առաջարկում եմ նման ինչ-որ մի ֆլեշ մոբ կազմակերպել, եկեք կենտրոնում, ես էլ ձեզ հետ միասին հակագազով զբոսնենք, այդ ամենը տեսանկարանենք, հրապարակենք, թագ անենք համապատասխան պաշտոնյաներին եւ կեսկատակ կեսլուրջ գրենք հակագազով զբոսանք Վարդագույն քաղաքում։ Գուցե այդ տեսարանը շոկային դառնա ու որոշ մարդիկ հստակ քայլեր սկսեն ձեռնարկել։ Իդեպ արդարության համար ասեմ, որ խոսքը միայն շին հրապարակների մասին չէ, Երևանի շուրջ, պատկերացնում եք, տասնյակ բաց հանքեր կան, որոնք շահագործվում են։ Կրկնում եմ, բաց հանքեր, որոնց վրա քաղաքապետարանը առանձնապես
մեծ վերահսկողություն ցավոք չունի։ Դա իհարկե առանձին հարց է, թե ինչու չունի եւ ինչպես է այդպես դասավորվել, բայց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը նշել է, որ այս կարճատև քամու հետևանքով է, որ օդ են բարձրացել շինհրապարակի եւ առնվազն 15 հանքերի փոշիները։ Կարճատև քամու երկարատև հետևանքները։ Մի տեսակ կարծես ֆիլմի վերնագիր լինի, որը ցավոք ողբերգական ժանրից է լինելու։ Իհարկե, ովքեր են գլխավոր դերակատարները այդ ֆիլմի, ես դժվարանում եմ պատասխանել։ Նրանք, ովքեր ժամանակին թույլ են տվել մայրաքաղաքի շուրջը 15 բաց հանք շահագործվի, թե նրանք, ովքեր բոլոր լծակները ունենալով այնուամենայնիվ չեն կարողանում կարգի հրավիրել ազգաբնակչության առողջությունը վտանգողներին։ Մտածեք այդ ուղղությամբ։